Բարև ձեզ։ Այսօր ձեր ուղարկած նյութերի հիման վրա փորձելու ենք գլուխ հանել մի նախագծից, որի անունն է Open Human AI։ Եվ սա մի թեմա է, որը անկեղծ ասած մի քիչ գիտաֆանտաստիկ ֆիլմի սցենարի պես է հնչում։ Պատկերացրեք մի բան, ձեր անձնական օգնականը ոչ թե ուղղակի անդեմ ձայն է ինչ-որ սարքի մեջ, այլ մի ամբողջական անհատականություն, դեմքով, մարմնով, ժեստերով, որը ձեզ հետ է ամենուր։ Առավոտյան նրա հետ խոսում եք խելացի հայելու միջոցով, մեքենայում նա հայտնվում է ձեր մեքենայի էկրանին, իսկ գրասենյակում համակարգչի։ Ու ամենակարևորը, նա հիշում է ձեր բոլոր խոսակցությունները։ Մեր առջև դրված են տարբեր փաստաթղթեր, արտադրանքի նկարագրություններ, տեխնիկական թղթեր, եւ մեր նպատակն է հասկանալ, ինչպես է սա աշխատում եւ ինչու են իրենք իրենց անվանում թվային մարդկանց համար նախատեսված App Store։ Դե եկեք սկսենք։ Այո, եւ գիտեք, այս ամենի ժամանակը պատահական չի ընտրված։ Ձեր աղբյուրները շատ լավ են ընդգծում, որ վերջին տարիներին 3 հսկայական տեխնոլոգիական ալիքները զարգանում էին զուգահեռ, բայց իրարից անկախ։ Առաջինը դե լեզվական մեծ մոդելներն են, ինչպես ChatGPT-ն կամ Claude-ը, նրանք ըստ էության լուծեցին ուղեղի խնդիրը, այսինքն զրույցը հասկանալու։ Երկրորդը ձայնի սինթեզն է, օրինակ Eleven Labs-ը, որը հասավ այն մակարդակին, որ արհեստական ձայնը մարդկայինից գրեթե անհնար է տարբերել։ Սա ձայնի խնդիրն էր։ Եվ երրորդը իհարկե համակարգչային գրաֆիկան է, ինչպիսիք են MetaHuman-ը եւ Unreal Engine-ը, որոնք մեզ տվեցին ֆոտոռեալիստական մարմիններ։ Լավ, ուրեմն մենք ունենք խելացի ուղեղ, իրական ձայն եւ ֆոտոռեալիստական տեսք։ Այս ամենը կարծես թե արդեն գոյություն ունի առանձին։ Բայց ո՞րն է այն վերջին բաղադրիչը, որը թույլ չի տվել, որ այս ամենը դե միավորվի ու դառնա մի հատ համոզիչ բան։ Ճիշտ եք նկատում։ Բոլոր մասերն առկային, բայց դրանք իրար հետ չէին խոսում, ոնց որ ասում են։ Պակասող բաղադրիչը շարժումն էր։ Այսինքն, ինչպես ստիպել, որ այդ ֆոտոռեալիստական մարմինը խոսելիս բնական շարժվի, ձեռքեր օգտագործի, դեմքով զգացմունքներ արտահայտի։ Ինչպես անել, որ նա ուղղակի ձանձրալի տիկնիկի տեսք չունենա։ Հենց այս շարժման սինթեզի խնդիրն է, որ Open Human-ը պնդում է, թե լուծել է։ Դե եկեք հասկանանք, ի վերջո ինչ է իրենից ներկայացնում Open Human AI-ը։ Այդ App Store-ը թվային մարդկանց համար արտահայտությունը շատ գրավիչ է հնչում։ Ինչ է դա նշանակում գործնականում։ Գործնականում դա նշանակում է, որ ստեղծվել է մի ամբողջական էկոհամակարգ, որտեղ կա 3 հիմնական դերակատար։ Առաջինը ստեղծողներն են կամ creators։ Սրանք կարող են լինել երիդի նկարիչներ, գրողներ, ընկերություններ, ովքեր ստեղծում են թվային մարդու հոգին եւ մարմինը։ Մարմինը երիդի մոդելն է, իսկ հոգին նրա անհատականությունը, որը սահմանվում է լեզվական մոդելի միջոցով եւ իհարկե վարքագիծը, թե նա ոնց է արձագանքում տարբեր իրավիճակներում։ Այսինքն, եթե ես ճիշտ եմ հասկանում, ես որպես ստեղծող կարող եմ ստեղծել օրինակ Շերլոկ Հոլմսի թվային տարբերակը։ Իրեն բնորոշ խոսելաոճով, գիտելիքներով, արտաքինով։ Բացարձակապես։ Եվ որպեսզի դա հնարավորինս հեշտ լինի, Open Human-ը ստեղծողներին տրամադրում է մի շարք անվճար գործիքներ։ Օրինակ պատրաստի երիդի մոդելներ, որոնք կարելի է փոփոխել, եւ, ինչը շատ կարևոր է, 52 արքիթի հետ համատեղելի դիմախաղի ձևափոխումներ կամ, ինչպես մասնագետներն են ասում, blend shapes։ Սպասիր մի վարքյան։ Blend shapes, դա ինչ է նշանակում, եկ պարզ լեզվով բացատրենք, մի քիչ տեխնիկական հնչեց։ Պատկերացրու դեմքի բոլոր հնարավոր արտահայտությունների թվային քարտեզը՝ ժպիտ, տխրություն, զարմանք, զայրույթ։ Blend shapes-ը այդ արտահայտությունների հիմքն է, դեմքի մկանների շարժման կոդավորումը։ Տրամադրելով դրանք Open Human-ը ըստ էության ստեղծողներին տալիս է պատրաստի զգացումների հավաքածու, ու դրա վրա նրանք արդեն կարող են կառուցել իրենց կերպարի յուրահատուկ դիմախաղը։ Սա խնայում է հարյուրավոր ժամերի աշխատանք։ Հասկանալի է։ Այսինքն տալիս են ոչ միայն կավը, այլև գործիքները դրանից քանդակելու համար։ Ու այստեղ գալիս է ամենահետաքրքիր մասը՝ դրամայինացումը։ 70-30 բաշխում։ Սա արդեն դասական դարձած մոդելը չէ App Store-ի շնորհիվ, բայց այստեղ կարծես թե կա մի կարևոր նրբություն։ Այո, եւ դա շատ կարևոր նրբություն է։ Ի տարբերություն հավելվածների, որտեղ դուք գնում եք գործիք կամ խաղ, այստեղ մարդիկ ըստ էության գնում են հարաբերություններ կամ մշտական ծառայություն։
Սա նշանակում է, որ ստեղծողը ոչ թե մեկանգամյա վաճառք է անում, այլ կարող է ստեղծել բաժանորդագրության վրա հիմնված մշտական եկամտի աղբյուր։ Ձեր ստեղծած Շերլոք Հոլմսը կարող է լինել օրինակ ամսական բաժանորդագրությամբ դետեկտիվ խորհրդատու։ Սա կարող է ամբողջովին փոխել ստեղծագործական տնտեսության խաղի կանոնները։ Լավ, այսինքն ստեղծողները պատրաստում են այս թվային մարդկանց հոգին ու մարմինը, բայց որտեղ են նրանք ապրում եւ ինչպես են նրանք շարժվում։ Այստեղ կարծում եմ խաղի մեջ է մտնում հենց հարթակը Open Human AI-ը։ Մենք կառուցում ենք ճանապարհները, մատակարարում ենք էլեկտրաէներգիան եւ շահագործում ենք շուկան։ Հարթակի սիրտը նրա արհեստական բանականության շարժիչն է՝ AI Motion Synthesis Engine-ը։ Սա այն տեխնոլոգիան է, որը վերլուծում է զրույցի տեքստը, ձայնի տոնայնությունը, զգացմունքային երանգը եւ 50 միլիվայրկյանից պակաս ժամանակում իրական ժամանակում ստեղծում է համապատասխան ժեստեր, գլխի շարժումներ, մարմնի դիրք։ Սա այն կախարդանքն է, որը կյանք է տալիս կերպարին։ Բայց սա դեռ ամենը չէ, փաստաթղթերում անընդհատ ընդգծվում է մի արտահայտություն՝ համատեքստի համաժամանակացում, context synchronization, եւ թվում է, թե սա է նրանց գլխավոր, ոնց ասեմ, առավելությունը։ Եկեք սա մանրամասն քննարկենք։ Հետ շփվում։ Նա ունի մեկ հիշողություն։ Ձեր նախասիրությունները, զրույցների պատմությունը, նույնիսկ ձեր տրամադրությունը պահպանվում եւ փոխանցվում են բոլոր սարքերին վայրկյանի տասնորդականի չափ արագությամբ։ Սա լրիվ հակառակն է նրան, ինչ մենք ունենք այսօր։ Սիրին իմ հեռախոսի վրա բացարձակապես տեղյակ չի, թե ինչ եմ ես հարցրել Ալեքսային տանը։ Դրանք առանձին մեկուսացված ծրագրեր են։ Իսկ այստեղ խոսքը մեկ շարունակական հարաբերության մասին է։ Հենց այդպես։ Եվ որպեսզի սա ավելի պարզ լինի, ձեր տրամադրած նյութերում մի հիանալի օրինակ կա։ Օգտատիրոջ 1 օրը IME անունով թվային օգնականի հետ։ Եկեք քայլ առ քայլ անցնենք այդ օրվա ընթացքով։ Առավոտ 7:00 Դուք մոտենում եք ձեր խելացի հայելուն եւ այնտեղ հայտնվում է IME-ն, ձեզ բարի լույս մաղթելով։ Հարցնում եք. այսօր նախաճաշին ինչ ուտեմ։ Նա, հիշելով ձեր նախասիրությունները, ասենք առաջարկում է ձվածեղ։ Սպասի, այսինքն ես խոսում եմ հայելու հետ, հետո գնում եմ խոհանոց, բացում եմ նոութբուքս եւ նույն IME-ն այնտեղ է, հիշելով թե ինչի մասին էինք խոսում ժոկիներ առաջ։ Սա արդեն իսկ սովորական օգնականների կարողություններից շատ վեր է։ Այո, նոթբուքի վրա նա հիշեցնում է առավոտյան ժամը 9-ի հանդիպման մասին։ Հետո ժամը 8-ին դուք նստում եք մեքենան, AIM-ին անմիջապես հայտնվում է մեքենայի, ասենք Android Automotive համակարգի էկրանին։ Նա շարունակում է առավոտյան սկսված խոսակցությունը, իդեպ ձվածեղի համար պետք է նաև պանիր գնել, ավելացնեմ գնումների ցուցակին, ու միևնույն ժամանակ նա նաև զգուշացնում է ճանապարհին սպասվող խցանման մասին։ Անհավանական է։ Անցումը սարքից սարք տևում է 2 վայրկյանից պակաս, ինչպես նշված է փաստաթղթերում։ Շարունակենք օրը։ Գրասենյակում ժամը 9 AIM-ին ձեր համակարգչի էկրանին ցուցադրում է օրվա 3 հիմնական առաջադրանքները։ Ճաշի ժամին, ժամը 12:30-ին, դուք կանգնած եք ավտոբուսի կանգառում, հանում եք հեռախոսը եւ AIM-ին, իմանալով ձեր գտնվելու վայրը եւ այն, որ դուք սիրում եք վիետնամական խոհանոց, ասում է 200 մետր այն կողմ մի լավ ռեստորան կա։ Այսինքն նա ոչ միայն հիշում է իմ նախասիրությունները, այլև իրական ժամանակում օգտագործում է իմ գտնվելու վայրի տվյալները համատեքստային առաջարկներ անելու համար։ Ճիշտ է։ Եվ սա դեռ շարունակվում է։ Երեկոյան ժամը 6-ին դուք մտնում եք սուպերմարկետ, մուտքի մոտ սկանավորում եք QR կոդը եւ տեղի տեղեկատվական կրպակի, այսինքն կիոսկի, էկրանին հայտնվում է AIM-ին, ու նա ցույց է տալիս այն գնումների ցուցակը, որը սկսել եք կազմել առավոտյան, հայելու հետ խոսելիս։ Եվ վերջապես երեկոյան ժամը 8-ին տանը միացնում եք խերացի հեռուստացույցը եւ AIM-ին ողջունում է ձեզ, առաջարկում ֆիլմեր, հիմնվելով ձեր նախկին դիտումների վրա ու նույնիսկ կարող է ձեզ հետ քննարկել ֆիլմի սյուժեն։ 1 օր, 7-ից ավելի սարք, 1 AIM-ի։ Սա է հիմնական գաղափարը։ Դուք այլևս չեք շփվում անջատ հավելվածների հետ, դուք շփվում եք մեկ անհատականության հետ։ Իսկ ինչ տեխնոլոգիաներ են կանգնած այս ամենի հետևում, ոնց ասեմ։ Ինչպես է հնարավոր այս գլոբալ հիշողությունը պահպանել։ Այս ամբողջ հիշողությունը պահելու համար նրանք օգտագործում են գերհզոր տեխնոլոգիաներ։ Պատկերացրեք գլոբալ ուղեղ, որը պետք է միաժամանակ հասանելի լինի եւ Տոկիոյում, եւ Լոս Անջելեսում առանց նույնիսկ վայրկյանի տասնորդականի չափ ուշացման։
Դրա համար օգտագործում են այնպիսի բաշխված տվյալների բազաներ, ինչպիսիք են Cassandra-ն կամ MongoDB-ն, սրանք սովորական սերվերներ չեն, այլ համաշխարհային ցանցեր են, որոնք թույլ են տալիս ձեր օգնականին հիշել ձեր խոսակցությունը մի սարքի վրա եւ վայրկենապես շարունակել մյուսի վրա։ Իհարկե, նյութերում շեշտվում է նաև անվտանգությունը, ծայրից ծայր կոդավորում, GDPR, CCPA համապատասխանություն եւ այն, որ տվյալները պատկանում են օգտատիրոջը։ Լավ, իսկ ինչպես են նրանք իրենց դիրքավորում մրցակցային դաշտում։ Նյութերում մի հատ համեմատական աղյուսակ կա, որտեղ Open Human-ը համեմատվում է, ասենք, Character AI-ի կամ Epic Games-ի Meta Human-ի հետ։ Եվ այդ աղյուսակում նրանք իրենց ներկայացնում են որպես միակը, որը լուծում է բոլոր խնդիրները։ Բայց արդյոք դա այդպես է։ Գուցե նրանք պարզապես այնպես են սահմանել կատեգորիաները, որ իրենք հաղթող դուրս գան։ Իրականում այլ ընկերություններ էլ չեն աշխատում այս ուղղությամբ։ Դա շատ տեղին դիտարկում է։ Իհարկե, ցանկացած ընկերություն իրեն կներկայացնի լավագույն լույսի ներքո։ Character AI, օրինակ, շատ ուժեղ է անհատականությունների եւ զրույցի մասով, բայց նրանք չունեն 3D real-time ավատարներ կամ սարքերի միջև համաժամանակացում։ Meta Human-ը տալիս է անհավանական ռեալիստական 3D մոդելներ, բայց դրանք ուղեղ չունեն եւ նախատեսված չեն որպես անկախ օգնականներ աշխատելու համար։ Open Human-ի առանցքային պնդումն այն է, որ նրանք միակն են, որ միավորել են բոլոր 5 բաղադրիչները՝ շուկա, 3D real-time ավատար, AI ուղեղ, սարքերի միջև համատեքստ եւ ստեղծողի համար դրամայնացման մոդել։ Առանձին այս կտորներից շատերը գոյություն ունեն, բայց ոնց որ ոչ ոք դրանք դեռ չի միավորել մեկ ամբողջական հարթակի մեջ։ Եվ սա կարծես թե մեզ բերում է նրանց երկարաժամկետ տեսլականին, որը պետք է ասեմ բավականին հավակնոտ է։ Նրանք պնդում են, որ առաջիկա տասնյակ տարում մարդիկ այլևս չեն շփվելու հավելվածների հետ, այլ շփվելու են էակների beings հետ։ Սա արդեն պարզապես տեխնոլոգիա չէ, սա փոխազդեցության պարադիգմի փոփոխություն է։ Ճիշտ այդպես։ Նրանց նպատակն է դառնալ ոչ ավել, ոչ պակաս, քան թվային մարդկանց համար նախատեսված օպերացիոն համակարգը։ Մի վայր, որտեղ մարդիկ ոչ թե պարզապես տեղեկատվություն են ստանում, այլ կառուցում են երկարաժամկետ հարաբերություններ արհեստական բանականության հետ։ Սա նշանակում է, որ ապագայում դուք գուցե չեք բացի տասնյակ տարբեր հավելվածներ եղանակը ստուգելու, տաքսի պատվիրելու կամ օրացույցը նայելու համար։ Դուք պարզապես կխնդրեք ձեր մշտական թվային ուղեկցին անել այդ ամենը ձեզ համար։ Լավ, մենք անցանք տեխնոլոգիաների օրինակների եւ ապագայի տեսլականի միջով։ Եկեք այս ամենը ամփոփենք։ Ի վերջո, ինչ է այս ամենը նշանակում ձեզ համար, որպես օգտատեր կամ, ասենք, ստեղծող։ Open Human AI-ի հիմքում, ինչպես ես հասկացա, ընկած է 3 հիմնական գաղափար։ Այո, առաջինը։ Թվային մարդկանց ստեղծումը դառնում է դեմոկրատացված։ Այն այլևս միայն հսկա խաղային ստուդիաների մենաշնորհը չէ։ Ցանկացած տաղանդավոր ստեղծող կարող է ստեղծել իր կերպարը եւ դրանով գումար վաստակել, բացելով նոր ստեղծագործական տնտեսությունը։ Երկրորդը, ձեր թվային փոխազդեցությունները դադարում են հատվածական լինելուց։ Ձեր օգնականը դառնում է մեկ ամբողջություն, մշտական հիշողությամբ եւ անհատականությամբ, որը ձեզ հետ է բոլոր սարքերում։ Եվ երրորդը, մարդ-մեքենա շփումը դառնում է անհամեմատ ավելի բնական եւ մարդկային, շնորհիվ իրական ժամանակում ստեղծվող ռեալիստական ժեստերի ու շարժումների։ Եվ սա անխուսափելիորեն բարձրացնում է մի շատ կարևոր հարց, որի մասին ձեր փաստաթղթերը միայն ակնարկում են, բայց կարծում եմ արժե որ դուք մտածեք դրա շուրջ։ Անպայման, եթե ձեր թվային ուղեկիցը հիշում է ձեր ամեն մի խոսակցությունը, գիտի ձեր նախասիրությունները, ձեր վախերը, ձեր երազանքները եւ ուղեկցում է ձեզ ամբողջ օրվա ընթացքում, որն է սահմանը օգնականի եւ ընկերոջ միջև։ Ինչպես կփոխվեն մեր սոցիալական հարաբերությունները, երբ մեր կյանքում հայտնվեն այսպիսի մշտական, ամենագետ եւ անձնականացված AI էակներ։ Այս տեխնոլոգիան ոչ միայն փոխում է, թե ինչպես են մենք օգտագործում սարքերը, այլև կարող է փոխել մեր իսկ սահմանումը հարաբերությունների եւ նույնիսկ ընկերության մասին։